Ողջույն սիրելիներ։ Այսօրվա ավետարանը մեզ ուսուցանում է ճշմարտությամբ եւ արդարությամբ պաշտել Աստծուն։ Աստված, որ մեր արարիչն է, որպես լույս հայտնվեց աշխարհ եւ լուսավորեց ողջ աշխարհը իր ճշմարտությամբ, իր անձնազոհության պատրաստակամությամբ։ Նա որպես արդարություն եւ ճշմարտություն կարծես չափանիշ եղավ մեր մեջ եղած ճշմարտության եւ արդարության։ Աստծո ճշմարտությունը բացարձակ ճշմարտություն է, սակայն մարդու ճշմարտությունը պետք է ուղղվի եւ մաքրվի Աստծո ճշմարտությամբ, այդ լույսով եւ արդարանա։ Տեսեք ինչ է ասում մեր Տերը. ոչ ոք ճրագ վառելով ծածուկ տեղ չի դնի, այլ կդնի աշտանակի վրա, որպեսզի մտնողը լույս տեսնի։ Մարմնի ճրագը աչքն է, երբ աչքը առողջ է, ամբողջ մարմինը լուսավոր կլինի, իսկ երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խավար կլինի։ Արդ զգույշ եղիր, գուցե այն լույսը, որ քո մեջ է, խավար լինի։ Եթե քո ամբողջ մարմինը լուսավոր է, եւ նրա մեջ խավարի մաս չկա, ամեն ինչ այնպես լուսավոր կլինի, ինչպես երբ ճրագը իր շողերով լուսավորի քեզ։ Շատ հետաքրքիր է Աստծո վերաբերմունքը մեր նկատմամբ։ Աստված իրոք լուսավորում է մեզ, եւ եթե չլուսավորի, մենք հոգեվոր կյանքով ապրել կամ ապաշխարել չենք կարողանա։ Աստծո լույսը լուսավորում է մեր սիրտը եւ մենք տեսնում ենք մեր մեղքերը։ Սակայն հետո, երբ Աստված ողորմածաբար մեզ նայում է եւ տեսնում է մեր զղջումը, կամենում է, որպեսզի մենք այդ մեղքերից ազատագրվենք, ոսկեև նախապես հայտնում է իր մեծ ողորմությունը։ Այդ մեծ ողորմությունը առատ լույսի պես այնպես է լուսավորում մեզ, որ մենք այլևս մեր մեղքերը չենք տեսնում, այլ տեսնում ենք միայն իր ողորմությունը։ Սա է, որ մեզ մղում է դեպի առավել մաքրվելուն։ Հետո մեր Տերը, երբ փարիսեցին խնդրեց, որ իր տուն մտնի եւ ճաշակի իր հետ, նախ Տերը չլվացվեց եւ փարիսեցին զարմացավ եւ ասաց. ինչու չլվացվեցիր, եւ Տերը հենց այս մաքրության մասին է խոսում, ասելով. դուք բաժակի ներսը մաքրեցեք եւ ապա բաժակի դուրսը մաքուր կլինի։ Այս իմաստով, սիրելիներ, ապաշխարությունը նրա համար չէ, որ որևէ մեկը իր գործերն ապաշխարի։ Ապաշխարությունը սրտի մաքրության, անձի, հոգու սրբության համար է, որպեսզի ինքը կարողանա հասնել այդ սրբության։ Այդ սրբությունը ինքնին չի գալիս մարդու մեջ, այդ սրբությունն Աստված է տալիս, եթե մարդը կամենա ապաշխարել եւ արիություն ու զղջում ցուցաբերել մեղքից ապաշխարելու համար։ Դրա համար, սիրելիներ, ձգտենք դեպի Աստված, ձգտենք Աստծով լուսավորվել եւ մաքրել մեր սիրտը ամեն պղծությունից, ինչպես որ Սուրբ Պողոս առաքյալն է ասում. արդ Աստծո տաճարներ եք դուք, մաքրեցեք ձեր անձերը հոգու եւ մարմնի ամեն պղծությունից։